Նոյան տապանը ստեղծած ու քաղաքական դաշտի նախկիններին մի տեղ լցրած Գագիկ Ծառուկյանը չի հրաժարվում իր ընկերոջից, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոից։ Բելարուսիայի նախագահն իմ ընկերն է, որը ցանկացածով հայ ժողովրդի կողքին է, ցանկացածով ինքը որպես մարդ անցնում է, հարգում է, պատասխանատու է, աջակցել օգնել ցանկացած իմ ընկերոջից ես չեմ հրաժարվում։ Բելարուսիայի ու Հայաստանի միջև հակասությունները սկսվեցին դեռևս 2019-ից, երբ Հայաստանը հետ կանչեց հապկում իր նշանակած գլխավոր քարտուղարին Յուրի Խաչատուրովին։ Լուկաշենկոն պնդում էր, որ հաջորդ գլխավոր քարտուղար պետք է նշանակի Բելարուսը։ Հայաստանը պնդում էր, որ դեռ 1 տարի Հայաստանը պետք է առաջնորդի պաշտպանական այս կառույցը։ Եվ ահա այդ ֆոնին Հայաստանի բարեկամ եւ հապկում դաշնակից երկրի ղեկավարը Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը քննարկում էր այդ հարցը։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէր, իսկ Լուկաշենկոն Հայաստանի ու Բելարուսի տարաձայնությունները չգիտես ինչու քննարկում էր Հայաստանի թշնամի երկրի հետ։ Действительно, следующая страна по алфавиту Беларусь. Իսկ մինչ այդ Գագիկ Ծառուկյանի ընկերը Պոլոնեզ համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառում Ադրբեջանին ընդդեմ հապկում իր դաշնակից Հայաստանի։ Իդեպ Գագիկ Ծառուկյանը կոնե հրապարակային չի արձագանքել քննադատել Բելարուսի կողմից Ադրբեջանին հարձակվողական տեսակի զինատեսակներ վաճառելը։ Իսկ այս ամենը, ինչպես հետո պարզվեց, Լուկաշենկոն անում էր, որովհետև մտածում էր դա կուդա նի տենուться։ Նա վստահ էր, որ Հայաստանը գնալու տեղ չունի, ոչ ոքի պետք չի։ Ну кому армяне нужны, кроме нас? Никому они не нужны. Դրա համար էր Ադրբեջանի շնորհավորում պատերազմում հաղթանակի ու իր տարածքները ազատագրելու համար, որոնք Ալեքսանդր Գրիգորիչի խոսքերով տարիներ շարունակ դատարկ էին ու ամայանում էին, ավելին առաջարկում էր ներգրավել այդ տարածքների վերակառուցման գործում։ И прежде всего решая свою главную проблему возврата земель, которые долгое время, просто в пустыню превращались. И Хамгидарович говорит, что надо возрождать, создавать на этих землях что-то новое. Мы, как братская и очень дружественная для вас страна, не только потому, что мы друзья давние с Ильхамом Гейдаровичем, да, мы с Гейдаром были в хороших отношениях, пусть недолгое время, но мы с ним работали душа в душу. Я очень уважал этого человека еще в те советские времена. И часто Ильхаму Гейдаровичу говорю, что вы очень много сделали, и прямо сказал ему сегодня, что вы живете в раю, у вас райская природа. И то, что вы вернули земли, то, что вы их возрождаете, это останется на века, на многие времена. И все это говорю к тому, что если в этом великом деле возрождения этих земель найдете нам место, где мы можем подставить плечо свое, и это будет вам выгодно, мы это сделаем с большим удовольствием. Եվ ամենակարևորը, Լուկաշենկոն իր բերանով խոստովանեց, որ աջակցել են Ադրբեջանին իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում։ Ահա այս ընկերոջից Գագիկ Ծառուկյանը չի հրաժարվում։ Азербайджан для нас не чужая страна, для всех членов ОДКБ. В ОДКБ немало мусульманских стран, вы тоже это понимаете. Отсюда отчасти соответствующая позиция. Но, в-третьих, Армения хотела, чтобы мы втянулись в войну, тем более оккупированные Арменией районы азербайджанские, это пустыня была. В самом красивом месте, теплом, уютном, где могли жить люди. Армяне наши близкие, наши родные, наши люди. А Азербайджан что, чужой?